Այսօր պատմելու եմ ալոեի մասին։ Ալոեն պատկանում է շուշանազգիների ընտանիքին։ Կան ծառանման եւ խոտային տեսակներ, որոնք անցողուն են։ Հայտնի է մոտ 500 տեսակ, որոնց մեծ մասի հայրենիքը Կապլանդիան է, հարավային Աֆրիկա։ Ալոեն սուկուլենտ է եւ պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, սակայն ալոեի ծաղկելու եւ բարգավաճման համար շատ կարեւոր է առատ լույսի առկայությունը։ Սենյակում ամռանը ջերմաստիճանը կարող է տատանվել 18-ից 25, իսկ ձմռանը 12-ից 14 աստիճանների սահմաններում։ Ամռանը բույսը կարող եք պահել դրսում, կիսաստվերոտ վայրում։ Ձմռանը խորհուրդ է տրվում պահել արևոտ մասերում ջրելով չափավոր։ Ընդհանրապես ալոեն խորհուրդ չի տրվում ջրել հաճախակի։ Հակառակ դեպքում արմատները կարող են նեխել։ Բույսի հողախառնուրդը պետք է բաղկացած լինի 4 տեսակի հողից՝ պերլիտ, սևահող, կարմիր ավազ եւ բիոհումուս։ Բույսը սիրում է օդի բարձր խոնավություն։ Հարկավոր է հաճախակի ցողել բույսը։ Ալոեն բազմանում է արմատածիլերով եւ կտրոններով։ Նախքան կտրոնների տնկելը անհրաժեշտ է այն թառամեցնել եւ կտրվածքները թաթախել փայտածոխի մեջ։ Եվ իհարկե բույսը ծաղկում է եւ ունենում այսպիսի գեղեցիկ ծաղիկներ։